Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ պարոն Հայկ Նահապետյանի հետ, կարծում ավելորդ անգամ ներկայացնելու կարիք չկա։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան մեր հավերն ընդունելու համար։ Մենք նախորդ մեր քննարկման ժամանակ խոսում էինք եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերաբերյալ, բայց դեռ երկրորդ, այսպես ասած, քաղաքական հավաքը չէր եղել Հովանավանքում։ Այնտեղ իհարկե կար առաջին քաղաքական ժողովի ժամանակ եկեղեցու տարածքում կար քննարկում մեդիա դաշտում նաև մեր կողմից, թե ինչու դեմոնստրատիվ կերպով Ալեն Սիմոնյանը, մյուս ԿՊԱ-ականները չեն գնացել, եւ այդտեղ դուք հետաքրքիր միտք հասցիք, իսկ արդյոք Փաշինյանն է նրանց կառավարում, գուցե նրանք զանգեր են ստացել եւ ըստ այդ զանգի չէ, Փաշինյանից ավելի ուժեղ մարդիկ են զանգել։ Երկրորդ հավաքին Փաշինյանը տարավ նրանց, ում անունները մենք հնչեցրել էինք Շատ փոքր մասի։ Մեր եթերում կոնկրետ ում անունը հնչել էր, այդ մարդկանց տարավ ու չոքացրեց այդ մարդկանց, ընդ որում չոքացրեց նաև Անահիտ Ավանեսյանին, որը գլխաշորով նախորդ անգամ չէր մտել եկեղեցի, այս անգամ գլխաշորով մտավ հաղորդումներ այո, մտավ, չոքեց, այո։ Հիմա ուրիշ եկեք ավելի ֆանտազիա զարգացնենք, ուրիշ առաջարկներ անենք Նիկոլ Փաշինյանին, բայց եթե ավելի լուրջ ինչու չստացվեց այս անգամ էլ հանրային աջակցություն ապավել, որովհետև ակնհայտ էր, որ երկրորդ հավաքը հենց նրա համար էր, որ ցույց տար, որ նո առաջինը լավ չի ստացվել, բայց հիմա տեսեք ինչքան ժողովուրդ է մեզ աջակցում։ Եկեք այսպես նայենք, հա։ Ուրեմն այնուամենայնիվ, եթե գլխականակի խնդիրը, գլխականակը ոչ թե շրջաններից պիտի գան, այլ տեղից։ Օրինակ ասենք այն շրջկենտրոնից, որտեղ գտնվում է Հովանավանք գյուղը եւ Հովանավանք։ Այդտեղ մեր եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդը Մկրտիչ Սրբազան Պրոշյանը բավական մեծ հեղինակություն ունի եւ քահանաները եւս։ Իսկ հեղինակությունը չնշանակում, նշանակում է, որ մարդիկ այնուամենայնիվ ականջալուր են, եկեղեցու զավակ են եւ հասկանում են, որ դա կարմիր գիծ է, կարմիր գիծը պետք չի ասնել։ Վերջին հաշվով ես տարբեր աղավարներից ասել եմ, այստեղից եւս կրկնեմ, որ եթե որոշ մարդկանց համար Աստվածը թեւտեր ասմազուր տեղի մանումի դու, բայց այնուամենայնիվ ասեմ, իրենց համար Աստվածը եթե թվում է կողքի սենյակում մի զառամյալ հիշողություն, տեսողություն, լսողություն, բանականություն կորցած ծերու կա, որին կարելի է խաբել, հա, մանիպուլացնել եւ այլն, որը ոչ մի ազդեցություն չունի process-ների վրա։ Իրենք այդպես են մտածում, վստահաբար եմ ասում։ Բայց ժողովրդի ճնշող մեծամասնությունը այդպես չի մտածում։ Ուրեմն այստեղ խնդիրը տվյալ շրջանի իշխանությունների քաղաքական լծակները օգտագործել, այսինքն տեղի բնակչությունը պետք է մեծ թիվ ապահովել, ահա։ Ուրեմն երկու անգամ այդ փորձը ձախողվեց։ Որքան էլ որ դրսից բերեցին, բավարար չէր։ Նույնիսկ կարելի ասել անբավարար էր այդ դևերին աշտամունքային ցես կամ արարողություն անելու համար։ Հիմա փոխել են տեղը։ Սա պատահական չի։ Նախկին քահանա կարգալուց արված Ստյոպիկ Ասատրյանի կողքը, այսպես ասենք, ի սատարումը երկու քահանա են հայտարարել, կեցված դրսևորել, որոնց կանչել են իդեպ մայրաթորթ կարգապահական հանձնաժողով, որոնցից մեկը փաստացի Թալինից։ Հաշվի առնելով, որ Թալինը դեռևս ժամանակին, այսպես նախորդ իշխանությունների նկատմամբ խիստ ընդդիմադիր էր, եւ այնտեղ կան այդպես արունակցական կապով որոշ ցեղային այսպես բան։ Այո։ Նու հաշվի առնելով, որ այդտեղի բնակչության ճնշող մեծամասնություն գաղթականներ են, իսկ նրանք առավել սերտ են միմյանց հետ ընտանեկան, ասենք, ազգակցական կապերը շատ ավելի ամուր է, եւ դա շատ բնական է դա, հա։
Ուրեմն հիմա փորձ արվում այդտեղ օգտագործել եւ իշխանությունների լծակները եւ այդ ազգակցական ընտանեկան կապերը, որպեսզի մասովկա լինի, այսինքն շատ մարդ կա։ Ես կարծում եմ, որ այնտեղ տեղափոխել են նաեւ դրա համար։ Ինչևէ, նույնիսկ եթե մեր նշած Պարոն անձանցից Ապետյան, հետաքրքիր վերլուծություն արեցիք, որտեղ մենք ունենք այդպիսի տեղեկություններ, որ Թալին տեղափոխվել է զուտ այն տրամաբանությամբ, որ այնտեղ ավելի շատ աջակցություն ունի Նիկոլ Փաշինյանը, Այո։ հետեւաբար մարդաքանակ հնարավոր է նու գլխականակ, ես ապահովել, այո։ մարդականակ չեմ ասում, որովհետև այդ մարդիկ իրականում դեռ ներկայացնում որպես գլխականակ եւ առավել քան համոզված ասեմ։ Հիմա Փաշինյանը արդեն 4-5 ամիս է, որ փորձանում պատրաստել զանգված, որը մայր աթոռի տարածքի նկատմամբ հավակնություններ պիտի հանդես բերի։ Չի ստացվում, չէ՞, սա փաստ է։ Հիմա իրենց հաջորդ փորձը Արդեն 6 ամիս չի ստացվում։ Դե ինձ օրինակ էս վերջերս մայրաթոռում պատարակել լրագրողներից մեկը հարցրեց, ասաց դե իրենք որ կազմակերպեն եւ այլն կարող է խնդիր, ասում դե որ ամսանից են ուզում կազմակերպել, իսկ հիմա որ ամիսն է, չկա, չի ստացվում, փաստը սա։ Հիմա փորձում են Թալինում, այսինքն Թալինը այդ առումով համընկել է եւ այսպես ասենք իշխանությունների առավել համախոհ շրջանակները եւ մի քանա որ այդտեղից է։ Հիմա այդ համադրումով իրենք փորձել են այդտեղ գլխականակ ապահովել, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած անձին, համատեղության կարգով ազգային ժողովի նախագահի պարտականություն կատարող անձին։ Ես կարծում եմ այդ անձին իսկապես երևի հիշեցել է եղբոր կնոջ պատմությունը, որը ցանկացած բան կարող է այդ քրեական գործունեությունից վերաբացվի։ Խոսքը Սալեն Սիմոնյանի մասին է, հա։ Եվ նա նույնիսկ եթե դրսից զանգել ստանալ, ես կարծում եմ ստացել է, չգնալու այստեղ երևի ինքը իր տերերին արդարացել է, որ ես ցանկացած քայլ իմ դեմ աշխատելու, սա ավելի լավ է գնամ, էլի ինչպես ասում են։ Բայց դուք նայեք ազգային ժողովի քանի պատգամավոր կար։ Եկեք միշտ նայենք այդ համեմատությունը մեջ։ Կառավարությունից քանի անդամ կար։ Շատ քիչ։ Սա ցուցիչ է, չէ՞։ Այսինքն մեր են գնահատակը նախորդ հաղորդման ժամանակ։ Սա իրականություն է, 1-2 անց ավել, 1-2 անց պակաս, բայց այստեղ հետաքրքիր գիտեք որն է, ովքեր են սատարում Փաշինյանին։ Սա ցուցիչ է։ Ես ասել եմ այդ օրը հոկտեմբերի 26-ին առաջին անգամ այդ դևերին մատուցած իրենց խրախճանքի ժամանակ Հովանավանքում իրենք փաստացի բարձրաձայնեցին, որ ուրացողների աղանդի սկիզբն է դրվում, որտեվ ուրացվել է եւ Արցախը եւ զոհվածներին ուրացվել է ցեղասպանություն եւ Արարատը, որ ոչ միայն Սարի խորհրդանիշը, այլև մեր ժողովրդի լինելիության խորհրդանիշն է, մեր արմատները մինչեւ նույնահապետ են գնում։ Եվ հիմա ավելացավ եկեղեցին եւ հավատի ուրացողները, դա ուրացողներն են։ Եվ եթե ուշադրություն դարձնենք, պարտադիր մի քանի պիտարաստ պարտադիր տիլն են այդ հավաքին։ Սա եւս ցուցիչ է, իդեպ ասեմ ձեզ։ Այս վերջինս եւս մի արվամոլ այդպես լրագրողների վրա գոռալով բանով։ Այն հուանող Իջևանի քաղաքապետը ոնց որ չգիտեմ ոնց էր եկել էր չեկել, արում, հա։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասել, որ միևնույն է, այսի ձախողվել է։ Տերերը ասում են եկեղեցին պիտի մասնատվի։ Պարոն Ապետյան, իմ մոտ տպավորություն է, որ Ստյոպիկը այդ նախկին քահանան ոչ միայն հակասություն ունի մայրաթոռի հետ, որը կարելի է ինչ որտեղ իհարկե չընդունել, բայց հասկանալ ինչ որ անձնական նկրտումներ չբավարարված, հա, բայց ինձ զարմացնում է իր չանասիրությունը պղծելու եկեղեցին, որովհետև մենք բացահայտել էինք կեղծ սարկավակ, կեղծ դպիրներ, ընդ որում ոչ միայն կեղծ էին, նրանց ամբողջ հրապարակային կյանքը անբարո է, նրանցից մեկը, որը սարկավակ է ներկայանում, խոսում է հանրային այն բառապաշարով, տարբեր մարդիկ, տղամարդ, տարբեր մարդկանց, ինչ բառապաշարով դոգներ խոսում։ Իսկ ոնց կարելի է իրենց թողնել խորան, ոնց կարելի է իրենց թողնել այդ իբր ծիսակարգ մատուցել։ Սա կարծեք թե ոչ միայն հակասություն է, սա ավելի շուտ թշնամանք է կամ եկեղեցուն հնարավորինս ատելության, այո, ճիշտ է, ատելության դրսևորում է։ Ինչից կարող էր սա գալ։ Ինչ էր եղել, այսինքն այդ մարդուն հնարավոր բոլոր ձևերով աջակցել են, այսինքն վեհապարը անգամ փաստորեն բնակատեղի է տվել Երևանում ընդ որում, այսինքն այնպես չի եղել, որ իր իրավունքները խախտվել են եւ ինքը կարող էր այսպես ինչ որ արդարացի դժգոհություն ունենալ։
Ես այս տաղավարից, երբ առաջին անգամ դրա մասին խոսեցինք, ասացի, այդ մարդի վրա հիմա էլ եմ համոզված կա լուրջ կոմպրոմատ։ Ընդ որում այդ կոմպրոմատը միայն զուտ անձ չի վարկաբեկում, այդ կոմպրոմատը նաև կարող է իր ընտանիքի համար լուրջ հետևանքներ առաջացնել։ Բայց միաժամանակ այդ անձի, երբ ըս վերջին շրջանում իր այդ լրագրողները փորձում են հարցեր տալ, ասենք, բանա, մանր ժուլիկի տպավորություն է թողում, ասենք ստախոս, հեգնող, քենախնդիր, մանրախնդիր, հա, եւ այդ կարգի մարդիկ սովորաբար մեծ փառասեր են լինում։ Օրինակ ոնց որ Փաշինյանը, իսկապես Փաշինյանի փառասերությունը աստղերին հասնում է։ Հիմա այդ մարդը եւս փառասեր է, ինքնահաստատման խնդիր ունի, ինչ որ մարդկանց, ինչ որ շրջանում այդ թվում նաեւ հոգեվոր դասի, ես չեմ բացառում նաեւ վեհապար Հայրապետի նկատմամբ, ասենք, ինքնահաստատման մարմաճն է իրան տանում։ Դրանն է, եթե գումարենք կոմպրոմատ, այսինքն այդ կարգի մարդիկ սովորաբար լավագույնս են հավաքագրվող որպես անձինք։ Հիմա իրան հավաքագրել են, ասենք, այս առումով, էլի, դրսի հատուկ ծառայությունների չէ, ներսի հատուկ ծառայությունների լինի ոստիկանության համապատասխան կառույցի իրավունքի դեմ։ Որոնք էլի դրսին են ծառայում։ Բնականաբար, հա, բայց ես ներսի, հա, այս ավելի շուտ ցածր մակարդակի մասն եմ խոսում։ Դա ակնհայտ է, որ այդ մարդու վրա այդ լծակը կա։ Բայց մի հետաքրքիր դիտարկում, ուշադրություն դարձրեք, որ այդ թեմի բոլոր քահանաները մեկ մարդու նման կեցվածք են դրսևորել։ Եվ կեցվածքի դրսևորման հետևանքը այն է, որ բոլորին էլ քննչական կոմիտե են Կիրակի օրը կանչում։ Ըստ վերջերս ժողամերգություն եղավ, ես ինքս եւս ներկա էի, այդ թեմի քահանաներն էին, բավականին բազմամարդ էր այստեղ, եւ այսօր էլ ժամը 6-ին Մուղնիում է լինելու, Մուղնի եկեղեցու, իսկ սա ցույցիչ է, որ նույնիսկ այն թեմում, որտեղ որ թեմի առաջնորդին ես համոզված ասեմ Մկրտիչ Սրբազանին կալանավորել են ոչ միայն համար, որ ինքը հարունակցական կապ ունի վեհապար Հայրապետի հետ եւ այդ ձերբակալությունը կալանավորումը լծակ է, հա, վեհապարի վրա փորձում են իրենք այդպես, այլ որ ինքը այդ տարածքում բավական լուրջ հեղինակություն է։ Եվ կյանքը ցույց տվեց, որ այսօր մեր եկեղեցու ապստամբ քահանաները, որոնցից մեկը արդեն կարգալուծի արվել, երկուսը վստահաբար արվելու է, 3-ն են ընդամենը, շատ չեն։ Եվ ցանկացած եկեղեցում, նույնիսկ այլ եկեղեցիներում կարող ավելի շատ լինեին։ Հիմա մեզ մոտ 3-ն են։ Այն մյուսի կենսագրությունը, որ գնացել էր Մայրաթոր կարգապահական, այնտեղ ինքը արդեն դատում էր հոգեվորականներին, թե ես ձեզ ասելու չունեմ, կարճ ասած, ես պիտի որոշեմ, թե իմ դատը ով պիտի անե։ Ասենք, լակոտական բան էլի խոսք, բայց ես գիտեք ինչն եմ ուշադրություն դարձնում։ Սա արդեն որպես մասնագիտության ասեմ, ծառայության բերումով։ Մարդը, որտեղ վախի, ստի եւ ներքին ամոթի, ասենք, զգացողություն ունի խոսքի ժամանակ, հիշեք։ Եվ նաեւ հորդորում եմ մեր լսողներին։ Խոսելուց մարդը հայացք աչքեր միշտ ներքև է։ Փախցնում է հայացքը, որտեղ կեղծիկ ասելու ժամանակ, սուտ ասելու ժամանակ մարդու մյուս կիսագունդն աշխատում եւ ինքը մեխանիկորեն ստիպում է այդ կեղծիկը, որ մարդու աչքերը, ձեռքերը տարբեր շարժումներ անեն, գլուխը տարբեր շարժումներ։ Նույն Ստյոպիկը, նույն են երկու քահանան, նույն նրանցից մեկն է ոնց որ այսպես, հա, հանրային դաշտում ոնց որ թե քիչ թե շատ երևում, խոսելուց իրենք անդադ փախցնում են։ Այդ իրանց ներքին վախերի, ստիկի, իրենք հասկանում են, չէ, որ վատ բան են անում։ Ակնհայտ է, չէ։ Վերջին հաշվով կրթություն են ստացել, տիրոջ խորան են բարձացել, մեղքերի թողություն են տվել, սա հենց այնպես չի անցնում։ Իդեպ նույնը վերաբերում նաև Ստյոպիկին։ Այնպես չի, որ ասենք Ստյոպիկը այն գլխից, ինչպես ասում են, էսեր։ Բայց մարդիկ այդ դաշտով անցել են եւ իրանց մոտ, երբ որ անում են արարք, իրանց ներքին եսը կամ ժողովրդի լեզվով ասած Դատում է իրեն։ խիղճը, իհարկե դատում է։ Եվ այդ ժամանակ դիսկոմֆորտ է ինքը խոսքի եւ իր ներքին խղճի արագ գնահատականի մեջ դիսկոմֆորտ է զգացվում։ Իդեպ խիղճը շատ հետաքրքիր մեզ մոտ այդքան ոնց որ թե չի առարկանում բառը, հա։ Ռուսերեն շատ լավ է հնչում։ Это совестно, չէ՞։ Это весть из Всевышнего։ Այսինքն
տիրոջից ստացած խոսքը ինֆորմացիան է քո մեջ արդեն նստած, որը քո դատավորն է ներսում, չէ ինքն է դատում քո արարքների, ճիշտ ասկալա, լավ ավատա։ Այս մարդկանց մոտ ընդ որում նույնը նաև վերաբերվում է Փաշինյանի կողքը կանգնած շատերին, ովքեր ստիպված եկել են այդտեղ։ Ուշադրություն դարձեք ոստիկանները, ես հետաքրքիր դիտարկում էլի զուտ մասնագիտական, որտեղ Հովանա վանքում ինչ որ ծառայություն են մատուցում կամ ասենք ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության վարչության աշխատակիցները, որոնք սպան, դրանց մեծ մասը օրինակ ոստիկանների գլխարկները միջև աշներն են քաշում։ Հայացքները փախցնում են, նույն այդ տղաները։ Իրենք հասկանում են, որ վատ արարք է, ոչ ճիշտ արարք է։ Մի քանիսն են, որ այտենց հրապարակավի ցույց են դնում հավատարմությունը ծառայելու անձին եւ ոչ թե ստատուսին։ Այն մյուս տղաները եւ ոստիկանների մեծ մասը իրանք ստատուսին են չծառայում, օրենքին են չծառայում, ոչ թե անձին։ Եվ կարծում եմ, որ Փաշինյանը այս առումով ձախողվել է, թեև պատվիրատուները շատ նախանձախնդիր են, որպեսզի մեր եկեղեցին մասնաճյուղ, ես ասում եմ, առավել քան համոզված եմ ասում, նպատակը մեր եկեղեցին, որը համահայկական է, այստեղ ստեղծել մի հատ եկեղեցի Հայաստան անունը դնելով եւ Հայաստանի թեմերի որպես նոր կաթողիկոս Հայաստանի թեմերի իրան ենթարկվեն։ Դուրսը սա է ասում, ինք է տանում։ Ինձ մի բան է հետաքրքիր, թե ինչու է այս գործընթացին մասնակցում Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Ինչ եմ ասում մասնակցում, որովհետև իր կուսակցի կամ թիմակցի այսպես գրելով ձերբակալվեց վեհապարի եղբայրը։ Այո։ Եվ նրա որդին։ Այո։ Կարծեմ կալանքել տա։ Այո, Այսինքն այո։ եւ Մեկ կալանքել։ ամիս։ Բացի դրանից իր այս վաղար շաբաթում Քարոզարշավի մասնակից իր կողքը կանգնողը առաջինն էր, որ կանգնողներից մեկը առաջինն էր, որ տարածեց այն տեսագրությունը ասվածը սեռական այսպես կոչված կոմպրոմատը։ Ինչու է այս մարդը մասնակից սրան։ Ի վերջո մենք գիտենք նաև Վազգեն Սարգսյանի դերակատարումը, հա, առանց բանի, հա, բացասական երանգի նայելու, նաև կաթողիկոսի ընտրության ժամանակ ինքը կարևոր դեր խաղացել են իմաստով, որ աշխարհականներ եւս մասնակցում են։ Ինչ ունի կիսելու վեհապար Հայրապետի հետ այս մարդը, ինչու է թշնամանք վարում։ Չէ, ինքը իր մոտիվացիան վեհապարի նկատմամբ կեցվածքը չի։ Բա որն է։ Դա շատ ավելի գալիս է հին թվերից։ Գիտեք, ընտանիքում երբ արու զավակներ են ծնվում, ասենք հին ուխտով Անդրանիկ զավակը ունի հոր կողմից որպես ավակ շատ լուրջ իշխանություն այլոց իր եղբայրների վրա։ Ստացած սեփականության իրավունքից հոր մահից հետո նա կեսն է ստանում։ Կեսը մնացած կարող է 11 զավակ, հիմա Հակոբի 12 զավակների մասին խոսենք, հա։ Բայց անդրանիկությունը ինքը իշխանության իրավունք է ստանում։ Օրինակ Հակոբի 12 զավակներից, որից հետո հրեա ազգը, ինչպես ասում են, հա, բազմացավ 11-րդ վերջին հաշվով դարձավ ստատուսով ավակը, Օսեփ։ Ուրեմն այդ տան մեջ ձեր նշած անձը ունի եւ այսօր ունի նախանձ։ Այդ նախանձը վստահաբար դրսևորվել է եւ Վազգեն Սարգսյանի եւ Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Գիտեք, ինքը մտածել է, որ ինքը ավելինն է, ինքը ավելի խելացի է եւ Բայց հիմա տեսնում ենք, չէ՞ որ այդպես չի։ մի վարքյան, չէ, ինքն է ուրեմն ինքը իրեն գնահատելուց ինքնագնահատականը, հա, մենք կողքից որ տեսնում ենք, երևում է, թե ես շատ ավելի վաղուց եմ տեսել, հա, չբացեմ փակագծեր, ծառայության բերումով այդ տարիներին, բավականին ես այդպես լավ գիտեմ, էլի, շատ ավելի լավ, քան նույնիսկ ինքը իրան։ Իր մեջ խոսում է ինքը որպես երկրի ապագա կառավարիչ, այդ մարդու ուսերին վարչապետի թոզն է դրել, ամենայն լրությամբ եմ ասում։ Եվ ինքը իր մեջ մտածում է, Նիկոլովը, ես որ վարչապետ էի ժամանակին, թեև ինքը պիտի հիշի, թե ոնց կարգվեց եւ ում որոշումով կարգվեց վարչապետ, ոչ թե որպես ինքը արժանիք ուներ, այլ որտեվ այդպես էր որոշումը, առավելագույն ճիշտ 1999 եւ 2000 թվական, երբ որ 2000 այդ ժամանակ որոշվեց, ինքը կոմպրոմիսային տարբերակ էր, այսպես ասենք, էլի։ Հիմա ինքը մտածում է, որ այն ժամանակվանից, պատկերացրեք քան տարի, 25 տարի անցել, ինքը մտածում է, որ ինքը այն եզակիներից մեկն է, որ Հայաստանի ներկան ու ապագան կարող է առավելագույնս ճիշտ ձևով կառավարել եւ մեր երկիրը լինի հզոր, բարգավաճ եւ այլն եւ այլն։
նախանձն է խոսում։ Եղբորի նկատմամբ, Վազգենի նկատմամբ այդ մարդու մեջ կա նախանձ, կա նաև իր մյուս եղբոր նկատմամբ։ Այսինքն ինքը իր մոտ իշխանություն ունենալու, իշխանատենչություն ունենալու շատ մեծ ուրեմն բան կա, մեծ ցանկություն կա։ Եվ այդ ցանկացած այլ հարաբերություններ, ցանկացած այլ շրջանակներ հետ ինքը որտեղ հարաբերվի, ինքը մտածում որ ինքը ավելին է չգնահատված է ցավոք սրտի ըստ իրա։ Քան ասենք այլոք։ Ասենք Վազգենով էլ ըստ իրա որ ընդհանրապես ֆիզկուլտ ինստիտուտ էր ավարտել, հետո Գարունում էր աշխատել, մեկ էլ Վազգեն Սարգսյանը չունենալով զինվորական կրթություն եւ այլն կարողացավ կազմակերպել։ Բայց Վազգենը խարիզման ուներ չէ։ Ես այն տարին շատ լավ եմ հիշում, որտեղ այդ ամեն ինչի մեջ նաև հանգամանքների բերումով կամ ոչ թե հանգամանքներ, այլ կանխամտածած ես անցել եմ։ Իր մեջ մոտիվացիան այդ ամեն ինչն է եւ իշխանություն եւ ասենք արեմուտքին իրեն տրվելու մեծ ցանկություն եւ ինչու՞ չէ, ասենք ինքը հավակնում է որ Նիկոլի վիճակետը շատ վատ լինի, ասենք արեմուտքը որոշի որ Նիկոլը այլևս չի կարող անել այն գործերը, որը պետք է աներ, որին կոչված էր եւ բերված էր, ասենք այդ ինքն է անում, հա։ Մի օրինակ բերեմ, սրա մասին քիչ է խոսվել կամ երկու անգամ ես եմ ասել, երբ որ վարչապետ էր ամերիկացիների հետ մի պայմանագիր էր կնքել Գեղամա լեռներում Սևանի ավազանի ուրանի մեծ հանքեր կա։ Ընդհանրապես Հայաստանը այդ շրջանը եւ ներառել նաեւ Արցախը։ Եվ այդպես եթե գնանք դեպի Իրան ուրանի այդ ոսկու հանքերը մեծ մասը նաեւ ուրանի հանքեր են, հա, իսկ ուրանը մենք հասկանում ենք, չէ՞, մարդկության ապագայի համար ինչ է։ Այդ շրջանը կոչվում է Պոյոս Անակոնդե։ Դա մասնագիտական տերմին եմ ասում։ Եվ սա, որպեսի ցույց տա, որ ինքը ավելին է արեմուտքի համար, պայմանագիր էր կնքի ամերիկյան ֆիրմաների հետ այդ տարածքներում բաց շահագործման հետ կապված ուրանի հանքեր։ Հետո Ռոբերտ երբ որ իրան հեռացրեցին այդ պաշտոնին, այդ պայմանագիրը չեղարկեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այսինքն այս մարդը պատրաստ է ամեն ինչի։ Իդեպ ինչպես պատրաստ է Նիկոլը։ Դրանք պատրաստ են ամեն ինչին միայն իշխանություն։ Իսկ իշխանությունը գիտեք ինչի համար է, ոչ թե ծառայելու, իսկ սովորաբար իշխանությունը ծառայելու համար։ Մերտելու փրկիչը, որպես իր իշխանությունը ցույց տար, ինքը ամենամեծ ծառան դարձավ։ Ներառալ նաև այդ ոտքերը լվալու խորհուրդի իմաստը որն է, այսինքն եթե դու մեծ իշխանություն ունես, ընտանիքի հայրը սովորաբար, որ իշխանություն է, օրենքով, կարգով, հավատով, ինքը ամենամեծ ծառան է, ամենաշատ զրկանքների, հա, ամենաշատ տառապանքների մեջով հայրն է անցնում, բայց որը երբեք չէր բարձրաձայնում, որտեղ դա պարտականություն է եւ Աստծո տված շնորհքը, որտեղ ընտանիքի քահանան տղամարդն է, չէ։ Հիմա իր մոտ է չի։ Իր մոտ հակառակն է, ինքը մտածում է, որ ինքը չգնահատված առ այսօր եւ այն ինչ որ տնտեսական իր գիտելիքները, կառավարչական իր գիտելիքները, անվտանգային իր գիտելիքները, դա վերջն է։ Բայց ուզում եմ ասել, որ ինքը հիշի, օրինակ, երբ որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ էր հանդիպում, որ Հայաստանի վարչապետ էր, էլի։ Ասենք ոնց էր հանդիպում, ով էր մցնում, ինքը քիչ էր ուզում, այդպես ամոթխած եւ այլն, էլի։ Այդ չեմ ուզում շատ բաներ բացել, բայց ասում եմ մարդուն փառասիրությունը տանում է կործանման։ Եվ Տերը պատահական չի, որ հայրմերի աղոթքի ամենակարևոր սյուներից մեկը, որ Տիրոջ փառաբանությունն է, որտեղ որ պահին ցանկացած գործի մեջ դու քո փառքը սկսեցիր փնտրել, սատանան այդտեղ հավասար զգաստ վիճակով կողքդ կանգնած է։ Գանք արտաքին քաղաքական հայտարարության Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա։ Նիկոլ Փաշինյանը սրան արձագանքում է, որ նախ Ալենը ասում է, որ սա ներքին լսարանի համար է ասում, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, այ ընդդիմադիրները Արցախի դրոշ են դրել իրենց սեղաններին, այդ դրա համար Ալիևը Գյոյչա է ասում։ Մենք գիտենք, որ այդպես չի, բայց ինձ ուրիշ բան է տակվում։ Օգոստոսի 8-ից հետո մի քանի շաբաթ առնվազն Ալիևն էլ ձև էր տվել, թե խաղաղությունը խնդիրները լուծված են, նման հայտարարություններ էր անում։ Հիմա ինչու Ալիևը հիշեց այս տարածքային պահանջների ձևակերպմամբ այս ելույթը ինչի համար էր, որտեղ կար տարածքային պահանջներ, գոնե գալի այդ ձևակերպումները այդպես հասկանալ։ Եկեք այսպես հա գնահատենք, Ալիևի այդ խոսքը իրականում Փաշինյանն օգուտա թե վնաս։ Դուք ասեք։ Վնաս։ Փաշինյանը սկսում է արդարացնել։ Այո։ Հիմա մի կողմից մենք մտածում ենք, որ
Փաշինյանի իշխանությունը պահողներից մեկն նաև Ալիևն է, որը իրոք այդպես է, բայց մյուս կողմից էլ հայտարարությունները իրան վնաս է տալիս։ Ուրեմն խնդիրը ո՞րն է, դա ճնշման միջոց է, գործիք է։ Ուրեմն ինչ որ բան կա, որ պիտի անի։ Չի անում, շատ ճիշտ է։ Այո։ Իսկ ինչ։ Հիմա ցուցակ կա։ Ալիևը սեղանի ցուցակ ունի։ Ես չգիտեմ ցուցակում այդ պահանջներից որ համարն է ժամանակի առումով հիմա կատարվողը։ Ասենք 3-4 օրը падգամավորներից մեկը քաղ պայմանագրի, ասենք այսպեսի միտք էր ասել, որ հա կարող է պատահի այնպես, որ մենք Ադրբեջանում ապրենք, ադրբեջանցիները Մենք գնանք այնտեղ իրեն կանես։ Եվ նույնը Ալիևը ասել էր, Հայաստան ինքը չի գալու տանկերով, չէ, գալու են մեքենաներով։ Ես կարծում եմ, քանի որ խոսույթը վերադարձի մասին է, իդեպ, ես կարծում եմ, որ այսօր այդ պահանջն է, որը խիստ առարկայական է։ Միջանցքը կա, այսինքն գալու ոնց որ թե ճանապարհը խոչընդոտա, ոնց որ վերանում է, էլի։ Այդ մարդիկ 300,000 էդի սկզբի թիվն է, բա դրան ժառանգների դեպ Ալիևը առանց հետևի թանկի 1 միլիոն էր ասել սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին 1 միլիոն։ Իսկ այդ մարդիկ դի գան ստեղ։ Այսինքն տարածքը ոնց են գրավում, զորքն է գալիս գրավում, տեղա բնակներին հանում է, հետո իր երկրի քաղաքացիներին բերում բնակեցնում է, չէ՞։ Բայց հիմա զորքը այս բան չի կարող մտնել Հայաստան։ Ոչ թե որ ռազմական առումով տկար է, չէ, ուղղակի այսօր խաղի կանոնները որոշակի ստատուս քո է հաստատվել է, չի կարող։ Բայց հիմա պատկերացրեք, այդ նույն 300,000 կամ 1 միլիոն գալիս են Հայաստան, նույն խնդիրը չի լուծում։ Հետո եկանք ասի անվտանգությունը ոնց է կապահովում։ Լավ, ես չեմ միջազգային ուժեր, բարձր միջազգային ուժերի խաղապահ զորակազմի հիմնական առողջի բաժինը Թուրքիան է։ Տարածքի գրավման ես ձևերն եմ ասում, հիմա սա է։ Ես կարծում եմ, որ սեղանի վրա դրված է այդ վերադարձի խնդիրը, որ խիստ առարկայական է։ Գիտեք, ասենք սահմանությունը փոխեցինք, անկախության հռչակագիրը հանեցինք եւ այլն, էլի, իրավական բաներ։ Սա ինքը գործընթաց է, որը ես չգիտեմ, որ հանգավանում Ալիևը երբ կարող է գնահատել, որ առարկապես օգուտ ունեցա, բայց 1 միլիոն մարդ կամ 300,000 Հայաստան բերելը ինքը առարկայական է։ Բացար Գեչեր ասել առարկայական է, Գոչե ասել առարկայական է, վերադարձ առարկայական է, դա խիստ առարկայական է։ Ես կարծում եմ, դա սա ինչ որ բան խոստացել է։ Հիմա Ալիևը ճնշում է, որ հարբեցող ծաղրացու։ Ես երկար չեմ կարող սպասել քո խոստումները, որը ամենայն հավանականությամբ կամ տեսախցիկի առաջ է բանակցություններում արվել, կամ հաստատղտավորված է, որը ուղղակի չի հրապարակվում։ Որտեվ ուրիշ բան, ասենք, կոնտրիբուցիա, ռեպարացիա, դա հետոյի խնդիր է, այլ է փոխհատուցում եւ այլն, ոնց որ դա խիստ առարկական չի։ Արայս ուշադրություն դարձեք Արմենիան-Ադրբեջանի համայնքի եւ եվրոպական երկրներում իրենց ընդունելություն, որոշումներ, չէ՞, վերջերս Բելգիայում եւ այլն։ Իմաստը ո՞րն է այդ Արմենիան-Ադրբեջան համայնքի ակտիվացումը։ Հետ գալու։ Այո, ընդ որում մի հրապարակում եղավ բավական բացահայտումներով, որ ի հակադրություն Հայաստանի իշխանությունների են պնդումների, որ Արևմտյան Ադրբեջանը ասելով պետք է հասկանալ միայն, չգիտեմ, Նախիջևան կամ Արցախի օկուպացված իհարկե իրանք այդ տերմինը չեն օգտագործում, ասում են Ադրբեջանի արևմտյան շրջաններ, բայց փաստորեն այդ եվրոպական հրատարակությունը պարզաբանել էր, որ դա բացառապես Հայաստանի տարածքի մասին է խոսք գնում եւ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է դրա վրա ծախսում, որպեսզի եվրոպական տարածաշրջանում այդ աշխատանքը տարվի։ Ընդ որում նկատենք մի բան, որը ես տարիներ երևի 2022-ից անդադ խոսում ենք դրա մասին, քաղաքական դաշտում այդ խոսակցությունը չեղավ, նաև այդ պահանջը չեղավ։ Հիմա կարծեմ պաշտոնյա չի, բայց այն ժամանակ Եվրո չինովնիկը Բարձրաստան Դունյա Միատովիչը հանդիպեց այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ մի պարագայում, երբ որ այդ Դունյա Միատովիչը չհանդիպեց Արցախի իշխանությունների հետ, այսինքն իրենց համար չկար այն ժամանակ անգամ հայաբնակ Արցախը չկար, բայց կար ոչ մի ադրբեջանցի բնակչություն չունեցող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը։ Եվ սա եւս հենց այն ծրագիրն է, որը արևմուտքի համար պիտի իրականացվի։ Բայց լավ, ո՞նց է Փաշինյանը մատուցելու դա։ Ադրբեջանցիները ո՞նց են բերվելու, այսինքն ես հիմա դժվար եմ պատկերացնում։ Ես օրինակ Որ հանրությունը կարողանա մարսել։ Քարոզչական հող պիտի նախապատրաստել, այսինքն մարդիկ այդ դինթունեն բնական ձևով։ Օվերտոնի պատուհանները, որը իրոք լրջագույն մեթոդ է, անհնարինից բերել իրական կատարողական։ Դա 7 քայլ պիտի անցնես։
այդ քայլերի մեծ մասը քարոզչական է, վերջին նախավերջին նա իրավական, հա, արդեն գետնի վրա կիրառական։ Հիմա իրենք անում են քարոզչական, ինձ պատական չասի, որ քաղաք պայմանագրի падգամավորներից մեկը ասել էր, մենք էլ այնտեղ պիտի ապրենք, իրանք էլ այստեղ պիտի ապրեն։ Այդ հողն է նախապատասխանում։ Այսինքն նաև մյուս կողմից ստուգվում է մարդկանց ընդվզումը, արձագանքը, հակադրվելը, իհարկե անալիզ արվում, վերլուծում է, ասենք Արեմեցյան ուղղային կենտրոնները վերլուծական, թե արդյոք պահն է, թե պահը չի։ Դիմադրություն կա, եթե կա, այդ դիմադրության օջախները, ինչպես ասում են, թուլացնել կամ ոչնչացնել, որ չլինի։ Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի նախագահի համար խիստ առարկական է։ Մնացածները եւ դուրս կրկնեմ, հա, կոնտրիբուցիան, ռեպարացիան, դեղ դատվել է, ասենք մի քանի տասնյակ հազար հայ, որոնք ժամանակին 4000 խաղ բնակիչ են սպանել, որի մասին Ալիևը նույն ՄԱԿ-ի ամբիոնից ասեց, հա, դա հետո ինչպես ասում են քեշը, կանխիկը ինչն է, մարդ բերելը։ Լավ, հիմա հաջորդ հարցն է առաջանում, պարոն Ահաբեկյան։ Ընտրություններին մնացել է 1 տարուց քիչ ժամանակ։ Ալիևը հիմա է պահանջ դնում։ Դուք ասացիք, որ եկանք են եզրահանգման, որ հիմա պահանջ է դնում այս հարցը լուծել։ Փաստորեն Ալիևը միջև ընտրությունները այդ հարցը ուզում լուծել։ Այո։ Այսինքն ժամկետ է դրել Փաշինյանի վրա։ Այս ժամկետում հնարավոր է հասարակությանը պատրաստել նման թեմայի մարսման։ Այդ կախված է թե հասարակությունը ինչքանով անդիմանալու։ Ես ասում եմ, հիմա տեստեր է արվում, այդ մտքերը բաց է թողնում, տարբեր պաշտոնատար անձինք։ Իդեպ այդ տեստերի մեջ մտնում էր նաև Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան գալ եւ շուտով Հայաստանի պատվիրակությունը Ադրբեջան գնալ։ Իմաստը ո՞րն է, որ ադրբեջանցիները բոբո չեն, իրենք կարան գան ստեղ, հանդիպումներ, քննարկումներ, այս մի հանձնաժողով, հետո վաղը չեմիսոր մեծ կոնֆերանս, հետո ասենք բիզնես ֆորում շարքը։ Այսինքն որ ադրբեջանցիները ստեղ պիտի գան եւ դա որից է վտանգավոր էլեմենտների մեջ չի պարունակում։ Հայերը պիտի գնան Ադրբեջան, դեղ սիրով, այդպես բանից Վարշավիրանոցից ու Բաղնիկից հետո իրանք կդիմավորեն ստեղի գնացածներին եւ այդ փոխադարձ այցելությունները եւս քարոզչական հող է նախապատրաստում։ Երբ որ ադրբեջանցիները գան, արդեն իրենց այսպես ասած պատմական հայրենիքը ճակերտները բնականաբար պատմական, բայց իրենք գոնե այսօր իր ժողովրդին Ալիևը այդ Սեֆյանների ժառանգության որպես իրավահաջորդ են իրենք պատկերացնում, սա իրենք հայրենիք են գալիս։ Հիմա այդ ադրբեջանցուն պետք չի մեղադրել, պես քո հայրենիքը չի, եղբայր չէ։ Այս էլ հռոմի պապի տված մի քանի տասնյակ փաստաթղթեր, որ մերն է, էլի մենք Սեֆյանների ժառանգներն ենք։ Այստեղ այն, որ մենք խոսում ենք արևմուտքի դերակատարման մասին, որպեսզի հասարակության, չնայած կարծում եմ լսարան բավական adekvat լսարան, բայց լսարանից դուրս է, այդ adekvatությունից դուրս է, եթե մարդիկ լսեն, ինչու ենք մենք նման պնդումներ անում, ես հիմա անուններ կհնչեցնեմ, այս ադրբեջանցի եւ Հայաստանի այս փոխայցելությունները ադրբեջանցիները եկան այստեղ, ընդ որում ցեղասպանությանը մասնակից ադրբեջանցիներ բերվեցին այստեղ գլխավոր դեմքերից մեկը արևմուտքի փողի վրա նստած Բորիս Նավասարդյանն է, այսպես կոչված Երևանի մամուլի ակումբի Նվազագիրը ազդեցության գործակալ, եթե մի քիչ որ թափտանք հաստատ մի քանի ղազագիր ինչ որ տեղը ստորագրած կլինի։ Կարող է, այո։ Եւ Արեգը Քոչինյան, այսինքն բոլորը արևմուտքի փողերի վրա նստած մարդիկ են։ Հենց սա է մեզ նաեւ հավելյալ առիթ տալի պնդելու, որ այս ամենի հետևում արևմուտքն է կանգնած։ Այստեղ դիմադրությունը եթե եղավ հասարակությունը, ժողովուրդը, քաղաքական ուժերը, փորձագիտական շրջանակները, եթե լուրջ դիմադրություն եղավ, սա իդեպ գիտեք ում օգուտ կտա, ոչ միայն մեզ, որ մենք ճիշտ կեցված ենք դրսում, այլև Փաշինյան Նիկոլին, որտեղ ինքը Ալիևին կասի հարգելիս, ես հա խոստացել եմ, ղազագիրը ստորագրել եմ, բայց դու այստեղ ներս են նայի, լավ դե մի քիչ հիմա որ ավելին ճշես, ինձ ուղղակի կգցեն, եթե ես ասեմ, որ Հայաստանի որ շրջանների ինչքան մարդ տիգա, իհարկե Ալիևին ասելու է հիմա միշտորդավորված, ձեզ պետք է այդ, որ ինձ կցեն, իհարկե պետք չի, դե հիմա մի քիչ ճնշի, այսինքն մենք հիմա հասարակական այս կեցվածքը ընդվզումը այդ օգնում ենք Հայաստանին, որից օգտվում է նաև Փաշինյանը։ Շատ ճիշտ է։ Հիմա գանք նաև այն մտքին, թե իսկ արևմուտքի ինչին է պետք այստեղ ադրբեջանցիներ բերել, որովհետև դե խելագար չեն, ուղղակի կամ ադրբեջանասեր չեն, որ ուղղակի ուզում են ադրբեջանցիներ բերել։ Համաձայն եք այն մտքի հետ, որ ադրբեջանցիների բերելով 100 հազարավորների ներկայությամբ իրենք պիտի փորձեն պահպանել այն ստատուս քվոն,
որը ձեռք են բերել պատերազմում մեր պարտության հետևանքով։ Դա առաջին հերթին, ինչպես ասում են, կանխիկ այդ հողի վրա։ Գետնի վրա այդ մարդիկ կպաշտպանեն այն ստատուս քվոն, որը ձեռք է Այո, բերվել։ բայց այստեղ ավելի խորքային բան կա։ Որն է։ Ուրեմն 1918 թիվ փետրվար, ապրիլ, մայիս ամիսներ անդերկովկասյան սեյմ։ Ես հորդորում եմ մեզ լսողներին Վիկիպեդիայով բավականին այդպես լավ ներկայացված է, իսկ ավելի խորքային ես ես վերջերս ուղղակի փնտրեցի բանալի բառերով 7 օրում Երևան Բոզոյանի վերլուծությունը կա, շատ հրաշալի եւ շատ տեղին ճիշտ շեշտադրումներով վերլուծություն է, նաեւ կարող եք հավաքել այդ բանալի բառերը կբերի հոդվածը։ Խնդիրը հետեւյալն է, Ռուսաստանից այս տարածքը ամբողջովին որպես տարածք ազդեցության ռուսական փոկել է։ Որովհետև ինչպես 1918 թվականի փետրվարից մայիս ամիսներին, այնուամենայնիվ Սեյմի կազում թվականակով երրորդը դաշնակցության ներկայացուցիչները գտնում են, որ ճիշտը գոնե Ռուսաստանի կազում ինքնավարություն, այսինքն Ռուսաստանի գերակայությունն է։ Եթե ասենք վրացիները գերմանացիների հովանու ներքո էին մտել, ադրբեջանցիները Թուրքիայի, ապա այդ ժամանակ դերևս հլա չէր հռչակվի առաջին հանրապետությունը, դաշնակցության ներկայացուցիչները, պատվիրակները գտնում են, որ Ռուսաստանն է ճիշտ այդ պահին։ Հիմա մենք էլի այս կամ այն չափով ինչքան էլ այստեղ հակառուսականության վրա միլիարդներ ծախսեն, գեներացնենք հարություն անեն, այնուամենայնիվ մեր ժողովրդի գերակշիռ ճնշող մեծամասնությունը իրապես գտնում է, որ մեր ներկան եւ ապագան տնտեսական, անվտանգային, բարոյական, հոգեվոր, մշակութային, արժի համակարգային մենք Ռուսաստանի հետ ենք։ Եվ դա շատ բնական է, ոչ թե այստեղ ես քարոզություն եմ անում, հա։ Այ որպեսի դա աշճանաբար թույլաtsվի, այս էթնիկ տարը պետք է այստեղ քչացվի։ Իդեպ այդպես վարվեց Բրիտանիան։ Հիմա գանք 1920 թիվ։ Հայաստանը Թուրքիայի հետ պատերազմեց։ Եվ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեկպոլի կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, մոտ 10,000 քառակուսի կիլոմետր Հայաստանում։ Ինչու էր պետք Բրիտանիան Հայաստանին դներ զոհասեղանին հատուկ, որ Թուրքիան մեզ հաղթի։ Որտեվ այնուամենայնիվ Բրիտանիան հասկացել էր, որ 1920 թվականի դեկտեմբերի բոլշևիկյան Ռուսաստանը 1918-ի բոլշևիկյան Ռուսաստանը չի։ Որտեվ արդեն այդ բոլշևիկյան Ռուսաստանը Սիբիրում չեխական կորպուսներ լարում, ինչպես ասում են։ Այսինքն այդքան ուժեղացել էր, հա, որ հասել էր ձեռքերը դեպի Սիբիր։ Այսինքն ամրացել էր այդ իշխանությունը։ Եվ Բրիտանիան հասկանալով, որ այնուամենայնիվ Ռուսաստանը այս տարածքների իր ազդեցության տարածքա վերցնելու ինչ որ ստատուսով, անկախ պետություն կամ ընդհանուր դաշնություն, որ հետո խորհրդային միություն եղավ, հա, որպեսզի առավելագույն այդ տարածքից քիչ տարածք անցներ Ռուսաստանին։ Ոչ թե ասենք 50,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը մտնի, օրինակ, դառնալ խորհրդային Հայաստանի մաս, այլ 10,000։ Հիմա նույն զուգահեռն եմ ես բերում։ Արևմուտքը մտածում է նախ Հայաստանն օգտագործի ամբողջ հարավային Կովկասը Ռուսաստանի դեմ, կոնկրետ Բրիտանիայի ծրագիրն է։ ԱՄՆ-ը որոշում է այս ամեն ինչ օգտագործի Իրանի դեմ, իր համար ստրատեգիական Իրանին խնդիրներ առաջացնելն է։ Բայց վերջն արդյունքում, եթե այս տարածքները, իսկ այս տարածքները վստահաբար Ռուսաստանի ազդեցության տարածք են, որտեղ մի քանի օր առաջ կարծում եմ աշխարհի մասշտաբով կարևոր իրադարձություն եղավ Ռուսաստանի նախագահի հայտնի ելույթը այդ նոր զինատեսակների հետ կապված։ Եվ իրենք հաշվում են, որ այնուամենայնիվ, եթե պատերազմել բռնվի, այստեղ ինչ լինի, այս տարածքը վաղթյուշ Ռուսաստանի ազդեցության տարածք լինելու, ինչքան քիչ տարածք լինի Ռուսաստանի ազդեցության, այդքան լավ։ Ինչքան Հայաստանից փոքր մաս մնա, ոնց որ 1920-ի դեկտեմբերի 2-ից, ես պատական չեմ ասում։ Մեր բանակը իբր զինում էին, պարապում էին, մարզում էին բրիտանացիները, բայց այդ նույն բրիտանացիները արեցին այնպես, որ Հայաստանի Թուրքիայի պատերազմի արդյունքում մեզանից մնաց մոտ 10,000 քառակուսի կիլոմետր։ Տրամաբանությունը հիմա այստեղ աշխատում։ Հետաքրքիր է, ես վերջերս նկատեց, տեսա մի հոդված, կարծեմ ադրբեջանական աղբյուրներում, որտեղ իրենք փառաբանում էին Ալիևին, որը գրեթե ավարտին է հասցրել, այսինքն ռուսական մի քանի հարյուրամյա 300-ամյա ձգտող Պետրոս Մեծի ներկայությունը տարածաշրջանից հանում է եւ սա ներկայացնում են որպես Ալիևի պատմական առաքելություն, որը Կովկասից հեռացնում է ռուսական ներկայությունը, որը հարյուրամյակների պատմություն ունի։ Հիմա այդ արարին մնացել է վերջի ակորդը, որ պիտի Հայաստանում իդեպ ձեր ասացին ես լրացնեմ։ Փաշինյանը ինչ էր ասում էր այս տարածքում Հայաստանը Ադրբեջան Թուրքիայի հետ ավելի պատմական առումով երկար ժամանակվա հարաբերություն ունի, քան Ռուսաստանը։
այդ ինչ որ դուք ասում եք, իբր մեր բնական հարևանները Ադրբեջանն ու Թուրքիան են եղել եւ ոչ Ռուսաստանը։ Ռուսաստանը եկվոր է Փաշինյանի ասած իմաստը դեր, այսինքն մենք համաձայն ենք մեր հազարամյա հարևանների հետ հարևանություն անել, քան եկվոր Ռուսաստանը։ Ես վերջերս վերհիշեցի Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված մանիֆեստը, որը հիմա ջնջված է, որ Facebook-ից 2017 թվականի հուլիսի 17-ին է հրապարակվել, որտեղ գրված է հետևյալը կետերից մեկը. բաներ, որոնք տեղի կունենան Հայաստանում շատ մոտ ապագայում։ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան ընդհանուր միջազգային կառույցի հիմնում։ Իսկ Անդրեյ Կովկասյան սեմի իմաստը Ռուսաստանից այդ տարածքը փոկելն էր։ Հիմա նույնն են անում։ Բայց արևմուտքը Սա ինչու ասացի, որ սրանք ոչ թե պարտության հետևանք են, որ խեղճացել են դրա համար են պրոթուրքական, որ չգիտեմ իրենց աջակիցներն են ասում, չէ, անասուն են, հարիվ են, չէ, ոչ անասուն են, ոչ հարիվ են։ Այս մարդիկ ծրագիր են իրականացնում եւ դրա մասին նաեւ 17 թվականին հանրահրճակել են, որ ահա այս կետերը, ընդ որում դրա մեջ մտնում էր պոռնոգրաֆիայի տարածում, նկարահանման ազատություն, մարիխուանայի տարածում, այդ թմրամիջոցների ազատականություն, այնպես LGBT անձանց ամուսնություն, ես հուսամ, որ կառավարության անդամներ կան, հենց որ ազատականացնեն իրենք կամուստանան, հետո էլի փոխենք օրենքը։ Չէ, բայց կուղարկենք մենք իրանց մենք պետք չի որ ձեր տան գնան եվրոպական իրենց հոգեհարազատ տարածքներում թող ապրեն։ Այո։ Ես այդ առումով բոլոր նրանք ովքեր որ այդ արժեքները, չարժեքները կրող են, իրանց ուղակի ուղարկում ես այնտեղ, որտեղ իրանց հոգեհարազատ է։ Այդ առումով մենք շատ ավելի մարդասեր ենք։ Կամ կարելի է նվիրել ինչ-որ աֆրիկյան ցեղերի։ Այդ արդեն իրենց Օրիգինալ։ Իրանց ընտրությունը թող լինի։ Ժամկետները գալով ամփոփանը, ժամկետները սեղմում են։ Եթե Ալիևը այստեղ հանրային դժգոհությունը մեծ լինի եւ Ալիևը հասկանա, որ նույն Փաշինյան ասի չեմ կարողանում հիմա անցկացնել, այդ նշանակում է, որ Ալիևը պիտի օգնի, որ Փաշինյանը վերընտրվի։ Այո։ Ինչպես։ Այդ ծորնի պատմությունը շրջափակված ճանապարհներ, կոմունիկացիաներ, ապա շրջափակում, այդ բոլորը պետք է քայլ առ քայլ ինչ-որ գործողություններ արվեն։ Բայց իրական խաղաղություն, որ վերջին հաշվով Փաշինյանի դրոշի վրա կերտիկով իհարկե գրած է խաղաղություն։ Ալիև դրան պետք է օգնի։ Այսինքն գնալ, գալ, առևտուր, բան ոնց էր ասում Ալենը։ Ասում էր առևտուր կանենք, հաց, բան եւ այլն, էլի։ Հիմա այս նույն բանը, եթե իսկապես Ալիևը գնահատեց, որ դեռևս ժամանակը չի, ոնց որ թե Փաշինյանը վերընտրվի, որ ավելի դյուրին կարողանա ասի, այդ գործերը անի, ես կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները հիմնականում տնտեսական ավելի պիտի ակնառու լինեն, որոնք քարոզչական գործիքակազմում Փաշինյանը եւ իր թիմակիցները օգտագործեն, որ ասեն, տեսեք, մենք իսկապես խաղաղություն ենք վերցել Ադրբեջանը, որ Նահապետյանը 24 ժամվա ռեժիմով ասում է այսա կռիվ առնելու եւ այլն, տեսեք, փաստորեն իրականություն լրիվ այլ է։ Ասենք ոչխարն էլ է տես մտածում, որ տանում են մորթելու խոտը բերանը ուտելով որոճալով մինչև մորթվելու տեղն է գնում, էլի։ Եվ այդ առումով, այո, հիմա վիճակը սա է եւ մեր ժողովուրդը հստակ կիմանա։ Եթե իսկապես պատերազմով չես տարածքը նվաճվելու է այն գործիքակազմում, որի մասին ես ասեցի, հա, ընդ որում մյուս կողմից էլ Թուրքիայից են գալու։ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացում տնտեսական հարաբերությունները արդեն առկայանում են իրավական դաշտերով, թե մենք Թուրքիայի հետ ունենք տնտեսական հարաբերություններ, բայց անհատների տնտեսվարող սուբյեկտների մակարդակով։ Իսկ եթե դա արդեն պետական մակարդակով Հայաստանի տնտեսությունը ամբողջովին դառնում է Թուրքիայի անցանցիալ, ինչպես օրինակ, բան Աջարիայում, ամբողջովին դառնում է անցանցիալ եւ այդ առումով Թուրքիայի տնտեսական էքսպանսիան մի կողմից Ադրբեջանի դեմոգրաֆիկ էքսպանսիան, ժողովրդագրական էքսպանսիան, մյուս կողմից այստեղից մեծ արտահոսքը մարդկանց արտագաղթը երրորդ կողմից եւ լինում է արևմուտքի կողմից ամբողջովին կառավարելի եւ Ռուսաստան դեմ տրամադրված մի հատ տարածք, որին նայող ի դեպ անգամ Ադրբեջանը ի տարբերություն 1918-20 թվականների այդ Անդրկովկասյան սեյվում նայող Ադրբեջանը չէր, ոչ էլ Հայաստանը, Վրաստանն էր այն ժամանակ, որտեվ անգամ ղեկավարն էր վրացի եւ ձայների մեծամասնությունն էր իրենց, հա, եթե այդպես ասենք այդ սեյմի անդամների քանակը նայենք։ Հիմա Ադրբեջանն է դա տրվում, որտեղ թուրքական գործոն այստեղ բական ուժեղ է, ի տարբերություն եւ դեմոգրաֆիկ պատկերն է փոխվել։ Իհարկե, այսինքն այդ Ադրբեջանը բավականին լուրջ կռվաններ ունի, որովհետեւ ինքը եւ իր վրա էլ հենց ինչպես ասում են խաղադրույքները արված է։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում եի Հայկ Նահապետյանից, տեսություն կհանդիպենք։